Ողջույն բարեկամներ։ Քանի որ երեկվա իմ հաղորդումը շատ բացասական ինտոնացիաների վրա անցավ հիմնականում, որովհետև ինչ ունենք, այն ունենք։ Եթե ոգևորվելու առիթ կա, ոգևորվում ենք, եթե մտածելու առիթ կա, մտածում ենք, եթե անհանգստանալու առիթ կա, անհանգստանում ենք, մենք մեզ չենք խաբում, մենք իրարից ոչինչ չենք թաքցնում։ Այսօր ուզում եմ ավելի դրական ինֆորմացիայով, դրական էմոցիաներով սկսել, որը կարծում մեր կյանքում մեզ շատ անհրաժեշտ է։ Հիշում եք, եթե ես ասում եմ Երանի նրանց, ովքեր չեն կոտրվի, ես ուզում եմ այսօր հենց սկսել նրանցով, ովքեր ուղեղ ունեն, ովքեր կամք ունեն, ովքեր բանականություն ունեն, ուղղակի բիո թափոն չեն։ Սկսենք։ Ինչու՞։ Հայրենասիրությունը ցույց չի տալու։ Չէ։ Սա վերաբերվում էր ընդհանրապես ադրբեջանական բենզին կլցնես, թե չէ։ Միանգամից չէ։ Իսկ պատասխանը ինչու չէ, որովհետև հայրենասիրությունը ցույց չի տալիս։ Ցույց չի տալիս ուղղակի մարդ։ Ինքը ճորում բաներ չի հորինում, քաղաքական մեկնաբանություններ չի տալիս, որպեսզի հիմնավորի ինչու չէ։ Կարճ։ Նույնիսկ չմտածեց հարցին ոնց պատասխանել, ուղիղ, պարզ, կարճ ու կոնկրետ։ Չէ, որովհետև ճիշտ այդպես է։ Ճիշտ խոսացող մարդը երկար չի մտածում, կարճ կոնկրետ է ասում։ Եվ հիմնավորումն է նույն ձև։ Այս հտախոսները սկսում են այսենց մոլորվել, գալալվել ոնց որ 12 մատնյա աղիք։ Թող այդպես լինի։ Ես այս մյուս ընկերոջն եմ ուզում լսեք, որը մի քիչ երկար հիմնավորում է, թե ինչու չէ։ Պետք է նախորդ ձեզ տեղեկացնեմ, որ քաղաքական լեքսիկոն չի, հանրային լեքսիկոն չի, իմ լեքսիկոնը չի, բայց մեր նման մտածող մարդ է, իր ձևով։ Եվ այն առաջինի մասով ես կուզենամ միանգամից ասեմ, եթե մեկը ճանաչում է ընկերոջը, թող իմ կողմից փոխանցի։ Ինքը իմ եղբայրն է։ Ինքը իմ եղբայրն է։ Ես վստահ եմ, որ նույն բանը կարող եմ ասել նաև ձեր անունից։ Ինքը մեզանից մեկն է։ Գրեք, եթե համաձայն եք։ Հիմա լսենք իրան։ Գրեք ուղղակի այո կամ ոչ։ Ադրբեջանի բենզինի հետ կապված վիդեո եմ թողել, լիքը անուղեղ փիլիսոփաներ փիլիսոփայում են, թե կոմենտներում, թե անձնականում, թե իբր ինչ կա դրա մեջ, ինչ կա սրա մեջ, ինչ կա նրա մեջ։ Ես ոչ մեկին ապրել չեմ սովորացնում։ Ամեն մեկը իր կյանքն ունի։ 6 տարվա մեջ էս TikTok-ում հասկացա, որ անուղեղ մարդը մնում է անուղեղ։ Դրա համար աչքս քաշեի, մամա լրվել եմ։ Հարցը Մի հատ խնդրանք ընկերոջը, ով որ ճանաչում է, աչքը քաշել ու լրվել պետք չի։ Դուք պատկերացնում եք, եթե ես ժամանակին հասկանալով, որ այս ֆորմատը, այս քննադատությունը, այս ոճը հասանելի չի լայն մասաներին եւ ընկալելի չի լայն մասաների, ես աչքս քաշեի ու հիմա մնայի։ Չէ, այսօր մենք չենք ունենա 100,000-ը։ Այսօր այս ինֆորմացիոն ազդեցությունը մենք չենք ունենա։ Շատ քիչ ինչ որ ազդեցություն է, չէ՞։ Հիմա խնդրում եմ, մեր հերթական եղբորը, որը հասկանալա չէ ինքը ինչ ֆորմատի մեջ է։ Եվ հենց այս ֆորմատի մեջ ես ինքը իմ հայն է։ Իմ եղբայրն է, վստահ եմ նաև ձերը։ Եթե ճանաչող կա, իմ անունից փոխանցեք, որ մի նայի քեզ քանի հասկացող կա։ Ճիշտ է, մի հատ է։ Եթե դու դրա կրողն ես, դու գնաս առաջ։ Պետք է գնաս այն լեդակոլովոնն այն ոնց է գնում են նավերը, որ սառույցը կոտրում են, որ մնացած նավերը հետևից կան։ Դու պետք է դառնաս հենց այդ սառցահատը, այսինքն այդ մեծ սառույցները կոտրես, այդ նավը, որ քո հետևից այդ առևտրական նավերը գա։ Որ քո հետևից ժողովուրդը գա։ Սա է պետք անել։ Դժվար է լինելու, հարվածները շատ են լինելու, այո, կարդալու ես հիմար կոմենտներ, կարդալու ես ոչ adekvat ապուշների, կարդալու ես, բայց դրանք կան, դրանք սովոր չեն մտածելուն, դրանք հոտի բնազդ ունեն։ Մենք պետք է շատ լավ իմանանք։ Ու դա ինչքան որ հիասթափեցնող լինի, դա
բայց դա պետք է չկանգնացնի մեզ, որովհետև եթե ես թույլ տայի, որ ինձ կանգնացներ դա, ես ամենի չի անի։ Լսենք շարունակությունը։ Էդի չի։ Հարցը նրանում է, որ ամեն մեկը, որ պետք է ադրբեջանական բենզին լցի, որովհետև այդ բենզինը էժան է, թող ոչ մի անգամ Եռաբլուրի անուն չտա ու Եռաբլուրի համար բաժակ չբարձրացնի, որովհետև հարգանքը մնացել է մենակ ոնց հասկացանք ոմն մարդկանց մոտ բաժակի մեջ, գեղեցիկ կենաց ասելով, հաճոյա խոս։ Այո։ Թող հիշեն այն մայրական արցունքները, որ թափվել է այս հողի վրա։ Զգում եք, որ մենք մենակ չենք։ Զգում եք, որ ամեն ինչ կորած չի։ Հա, զգում եք, որ ես երեք որ ասում էի, չիմանալով ես ընկերների մասին, որ Երանի նրանց, ով էս վիճակում, ինքը կմնա ինքնի սկզբունքներին հավատարիմ։ Չի գայթակղվի 800 դրամով։ Չի վաճառի, չի ուրանա, չի ստորանա, չի դառնա անեծքի բուն եւ զզվանքի առարկա։ Ադրբեջանցիների կողմից, իմջալուց ասեմ, ոչ միայն մեր նման հայերի կողմից, այլ հենց նույն այդ բենզինը վաճառող ադրբեջանցիների կողմից, որ իրանք ընդամենը պետք է էժան բենզին շպրտեին, որ հայերի մի խումբ սկսեն լափել այդ բենզինը, որ իրանք ասեն, էս չեք, էս չի ձեր գինը։ Այն զոհերը, որ Եռաբլուրում պարկած են, թե իմ ընկերները, թե ձեր ընկերները, թե ձեր շրջապատի մեջ խորանակ հաստատ մի հատ հարազատ երեխա կլինի դե պարկած, հանուն ինչի։ Թող չմոռանան այն, որ Ալիևը մատ էր թափ տալի, ու այդ մատ թափ տալը մենակ Նիկոլի վրա չէր, էդի մեր վրա էր մատ թափ տալի, մեր վրա էր մատ թափ տալի, մեր բոլորի վրա էր մատ։ Բայց սա մենակ կարող է գիտակցել մարդը, որ ասում է մեր վրա, ինքը գիտակցում է, բայց էլի կարող է սա այս ձևով ընկալի այն մարդը, ով արժանապատվություն ունի, ով իր երկիրը նույնականացնում է իր անձի հետ, ով իր միջավայրի համար պատասխանատվության զգացում ունի։ Տեսակ կա հորթի նման ապրող, լսեք ես պավալի, լսեք։ Գիտեք, որ ադրբեջանական պրեմիում բենզինը 430 դրամով է։ Այո։ Նորմալ։ Էժանը Նիկուլ ջան, լցենք էթա։ Կարևոր էժանն է։ Այո։ Մի մասը մարդ Նույն ձև ինքը ուտելիքի համար է ասում, էժան մնի ուտենք էթա։ Լապ դնես դեմը, էժան մնի ուտենք գնա։ Սրանց նմաններին ժամանակին ասում են ձրի դագաղը լի, ես նախ կմտնի մեջը։ Սրանց նմաններին էին ասում։ Սրանք կան, ով կարող է ասի, որ սրանք չկան։ կանց ասում է, որ ադրբեջանական է, պետք չի, մենք գերիներ ունենք այդտեղ, հողերը օկուպացիա։ Կապ ունի Քուր ջան Սայլարկի հետ։ Ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի։ Սայլարկի հետ ինչ կապ ունի։ Կապ չունի։ Գերիները կգան։ Բա։ Հա։ Մյուս տարվա կեսերից ստեկն է։ Որտեղից ունեք այդ։ Կա։ Իմ անունը Նիկոլ է։ Ես տեղյակ եմ սա։ Դե, սրանով ամեն ինչ ասվեց, իրանուն Նիկոլա։ Դուք հասկանում եք, որ այս ընկերոջ ասածը, այդ որ մեր վրա էին թափ տալիս, իրանուն Նիկոլա։ Այդ մատ թափ տալուց Նիկոլ տեսակը չի նեղվում։ Հակառակ։ Հիշում եք այն, որ Պուտինն sense հավաքված էին, այս Նիկոլ տեսակը հետևից ուզում էր sense մտներ, ուզում էր նայեր, որ իրան բանի տեղ դնեն, նույնիսկ ոչ մեկ տեղից չէր շարժվում, որ հայվանին տեղ տալ, որ ինքն էլ նայեր, հա, ինքն էլ մասնակցեր։ Այս տեսակն է, բայց ամեն մարդու համար չի ընդունելի այս տեսակը, դրա համար եմ ասում, Երանի նրանց, ովքեր կմնան մարդ, որովհետև հենց այդ տեսակն է, որ այս ընթացքում դառնում է ինքը անպարտելի եւ որի վրա էլ կառուցվելու է ապագա պետությունը։ Իսկ ապագա պետությունը անպայման կառուցվելու է, բայց կառուցվելու է հենց այս տեսակի վրա։ Ուրիշ ձև չկա։ Հաճ թափ տալի։ Ու այսօր Տրուսիկ Ալիևը բենզին մցնի, որ ինչ-որ մեկն էլ էժանության համար առնի։ Բա մեր գաղափարախոսությունը նժդեից եք խոսում։ Ում համար արժեքա նժդե ինքը խոսա, Արազատ ջան, մի նեղվի, մին մեկուսացի քո համար, չէ, տենց է։ Քեզ թվում է նժդեհը այն ժամանակ քանի 100,000 կլներ Հայաստանը։ Մի կես միլիոն կլներ գոնե։ Բա մի քանի տասնյակ մարդ է իր կողքին։
Այն ժամանակ էլ նժդեին լսող չի եղել, բայց այդ իր համար բան չի եղել, հանգամանք չի եղել, որ ինքը կողք քաշվի եւ թողի լինի այն ինչ որ պետքա լինի։ Ինքը կռվել է այնքանով, ինչքան հասկացող է եղել դրա անհրաժեշտությունը։ Սա է կյանքը ցավոտ, որովհետեւ պետական քաղաքականություն մենք չենք ունեցել։ Այն ինչ որ ունեցել ենք մանավանդ 30 վերջի տարի, դա եղել է ստամոքսային քաղաքականություն։ Կեր, քանի դեմը դրած է, եւ աղոթի նրա համար, ով կերը տալիս է։ Ու պարզվեց այդ ուտողների համար էական չի է կերնով է տալիս։ Սերժիկը, Ռոբիկը, Լևոնը, Ալիևը։ Հասկանում եք։ Նիկոլ Կամալիևիչ տարբերություն։ Քանի որ բանաձևը դա է եղել, կեր, քանի դեմը դրած է, դրանք էլ չեն նայում, այդ կերը ինչի դիմացա դրած դեմները, ուտեք է ապել։ Ուտեք է, հա, ասենց էլ, լապ է դնես իրենք ասել ուտենք է, բայժան։ Մոնթեից եք խոսում, բամեր գաղափարախոսությունը, տենաս որ Մոնթեն կենթանիլներ ինչ կասեր, Վազգենը որ սաղելներ ինչ կասեր։ Հիմա ժողովուրդ ջան, Մոնթեն ասել է 10 փամփուշտ ունես, մեկը պահի թշնամուտ համար։ 9 հայերի համար դու օգտագործես։ Թշնամի երբեք էս մեզ չի կարա խփի, մեզ մենակ թիկունքից կարա խփել։ Մոնթեն ամեն ինչ ասել է։ Ամեն ինչ ասել դրել է տեղը։ Ուղղակի մենք չենք հասկացել դրա խորությունը։ Մենք ենք մտածել թե թիկունքները սապավով է։ Ոչ։ Որտեղ Մոնթեն այն ժամանակ տեսնում էր ինչա կատարվում թիկունքում։ Իրանք երկիր են ազատագրում, իսկ թիկունքում Սերժիկ ենք։ Միևնույն ժամանակ սայլարկա բաժանելով, վաճառելով, ինչպես են հայվաններ ասում, սայլարկա վաճառելով, բաժանելով, նախնական կապիտալն էին դզում, մարդիկ էին վերբով կանում, իրանցով էին անում, վլաստ էին խլում, մարդ էին սպանում թիկունքից, որ հանկարծ իրանց դեմ մեկը դուրս չգա։ Դե ցերթով։ Դաման ասում են, մի թշնամու համար 10-ից մի փամփուշտ պահիշ թշնամու, մնացածը քո ապահովության համար, որտեղ հարվածը թիկունքից է լինելու։ Տեսանք մեր Վահագ աղբոր խոսքերը, Վահագը հենց հիմա հետս է։ Ամերիկա չէ հետս է, բայց միջև իմ հետ էս անցնենք Վահագին, որ ինքը մի երկու բանը պիտի մա ճպսնի ձեր բերնին, այն վիժվածքները, ովքեր պատրաստ են 100 դրամ էժան բենզին առնեն։ Հələ մի րոպե դուք սպասեք, այն իշավոտը գևա տեղ կա։ Կոֆեները լցեք, կոֆեներին պատրաստ է, սեղանի վրա դրած է։ Այդ իշավոտուկների դեմ, ասես պուճուրիկ ջարդած ոտով Այն վիժվածքները, որոնք 100 դրամի դիմաց պատրաստ են ամեն ինչ ուրանալ։ Տեսեք, մի քիչ տարբեր լեքսիկոնով, մի քիչ տարբեր տեղերից, մի քիչ տարբեր ֆորմատով, բայց բնորոշումն ու գնահատականը նույնն է։ Ես այս ընկերներին չեմ ճանաչում։ Աշխարհագրական դիրքը կապ չունի։ Քաղաքական հայացքներ կապ չունի, ստե արժանապատվության խնդիրը։ Ինքը կարող է ուղն ու ծուծով ուրիշ մարդու է հավանում եւ ընդհանրապես ուրիշ ձև է պատկերացնում Հայաստանի ապագան։ Կապ չունի, բայց բարոյականության նկատմամբ արժանապատվության նկատմամբ վերաբերմունքը նույնն է, չէ՞։ Նույն բնորոշումն է։ Նույն բնորոշումն է։ Որ ինչ է նշանակում իմ համար կարևոր։ Որ մենք բոլորս մենակ չենք։ Մենակ չենք։ Ու այն խոտակերի կողքը, որ այստեղ կար, հա, այն որ ինքը Նիկոլ էր ամեն ինչ գիտեր։ Ազգանունն էլ Փաշինյան։ չէ, հələ չեմ փոխել, բայց շուտով։ Ահա։ Շնորհակալություն։ Հեղափոխությունից հետո փոխեցի։ Ահա։ Սա մալ հեղափոխություն է եղել, հա։ Որ էս բիոզանգվածի կողքը կա, նաև այլ կերպ մտածողներ։ Հիմա ինչն է կարևորը։ Ընկերներին փոխանցեք անպայման, եթե մարդը որ ես ճանաչում եմ։ Եվ ընդհանրապես մեր գործը ինչու՞մն է։ Մեր գործը մեզ պարտադրելն է։ Ես կյանքում ոչ միտեղ չեմ պարտադրել։ Երբևէ ինձ ոչ մի միջավայրում չեմ պարտադրել։ Ես մի բան եմ, որ ես չեմ կարող դիշմանալ։ Ես պարտադրում եմ, փաստացի ամեն օր ես ձեր միջոցով պարտադրում եմ։ Հիմա բոլորս պետք է դառնանք մեր միջոցով մեզ պարտադրողներ։ Հա։ Համեստություն անիմաստ է։ Ինչ համեստություն։ Ճիշտը խոսելը շանտողություն չի։ Չխոսելը շանտողություն է։ Լռելը դավաճանություն է, որովհետև հիշում եք
Դանթեի աստվածային կատակերգությունը, որ ասում էր այդ դեպի դժոխք տանող այդ սպիրալների վրա, աստիճանների վրա ամենախուլ տեղերը, ամենամութ, ամենադաժան տեղերը, դրանք пассив մարդկանց համար է, անտարբեր մարդկանց համար է։ Այո, մենք պես պետքա պարտադրենք։ Ինձ տասնյակ հազարավոր մարդիկ են ճանաչել, միջև էս ամեն ինչը։ Ոչ մեկ չի կարող ասի, մի դեպք, երբ որ ես ինքս ինձ պարտադրել եմ, բացարձակապես։ Ոչ իմ կարծիքը, ոչ իմ ներկայությունը, ոչ իմ հավանությունը, բացարձակապես ես իմ կյանքով ապրել եմ, իմ գործն եմ արել։ Լավ է, ինչ որ ձևով արել եմ։ Հիմա ես այդպես չեմ կարել ապրեմ։ Հիմա հասկանում եմ մի բան։ Եթե դու մի բան չես պարտադրում, այն էլ սա։ Թշնամին իրականացնում է իր քարոզչությունը։ Եվ այս տեսակի հայվանները, ասում եմ մի բան էլ էժանել ուտենք։ Անուն էլ Փաշին, ազգանուն էլ Փաշինյան Նիկոլ։ Իրանք մեզ կծածկեն ուղղակի։ Դրա համար այդ ավելորդ համեստությունը ծալել դրել եմ մի կողմ, ասում եմ չէ։ Նույնը ձեզանից եմ ակնկալում։ Տեսեք այս օրինակների վրա, 3 օրինակ այսօր տեսանք առնվազն, չէ՞։ Այս օրինակների վրա մենք կարող ենք ասել վստահաբար։ Կարող սվրված ենք, կարող մենք իրար չենք ճանաչում, բայց մենք հաստատ կանք։ Որովհետև բժդերն էր ասում, չէ՞, մի բան կա անպարտելի, դա հայի ոգին է։ Եթե դա անպարտելի է, ուրեմն դա հայի ոգի է, եթե դա պարտվել է, հայի ոգի չի։ Հիմա այս կարգի սպառող, սրանք օդ ու ջուր սպառող են, սպառող տեսակը գիտեք ինչքան բան է, բնորոշ հասարակությունների։ Կա դոնոր տեսակ, որը պատրաստատա, կա եւ սպառող, այժմ մի բան էլի լցենք էտա։ Այժմ մի բան էլի ուտենք էտա, մի բան վատ դրվածնենի փախցնենք էտա։ Սրանք սպառող տեսակ են, իրանց դու չես կարա դաստիարակես, իրանք այտենց մեծացել են, այտենց ընտանիքում ծնվել են, այդ միջավայրում մեծացել են, իրարից գողանալով, իրար խաբելով, իրար քցելով, դու ուրիշ բան չես կարող։ Ու իրանք ինչ իմանան, Մոնթեն ինչ ասել, կամ իրանց համար ինչ տարբերություն Մոնթեն ինչ ասել, կամ Նժդեն ինչ ասել։ Սարսակապես։ Իրան այսօրվա կերն է հետաքրքրում։ Էժան Սայլարկեն։ Պատկերացնեք, հիմա այս ինչ բան է ոգևորությունը առաջացնում Ալիևի մոտ։ Եթե իմանա սա հարց լուծող է, իրոք սա հարց լուծող է որոշ մարդկանց համար, ընտրություններից առաջ վագոններով Էժան Սայլարկը ուղարկի, որ իրա որփուանտեր, իրա կամակատար Փաշինյան Նիկոլը ձայն ստանա այս անասունների կողմից։ Անասունեն ինչա պետք։ Կեր։ Կեչ է, կորմ։ Կամ կեր ինչ տարբերություն, բայց ոչ սնունդ, ոչ ուտելիք։ Կեր։ Գնանք առաջ։ Իրեք միլիոն պարգևավճարի ֆոնին ուղղակի այս թիվերը որ ընկավ աչքիս, ես ուզում եմ ձեզ ասեմ, որ Հայաստանում 600,000 մարդ աղքատության շեմին է։ 600,000 մարդ աղքատության շեմի վրա է։ Այն աղքատ, որ ինքը ոչ մի բան չի կարողանում իրան թույլ տա։ Ու իրանք բոլորն իմացան, որ միլիոնավոր աշխատավարձ, միլիոնավոր դրամներ աշխատավարձ ստացող պատգամավորները ստացան եւս 3 միլիոն նոր տարուց առաջ։ Այդ չեմ ասում 120,000 օկին, որ Արցախից էին բռնագաղթել ես կողմ, հա։ Հայաստանում 600,000 աղքատ, սոված, երեխաներ, ծերեր, իրանք ձեզ նայում են, ասում են փաստորեն, եթե դու չես կառավարիչը, ուրեմն դու պիտի սոված լինես, եթե դու չես իշխանություն, ուրեմն դու պիտի սոված լինես, ու այդ հասարակությունը չի կարող լինել սոցիալական, դա չի կարող լինել կոնսենսուսային, բացարձակապես, իսկ սոցիալական համերաշխությունը երկրի զարգացման համար թիվ 1 առաջնային պայման է, որովհետև համերաշխ միջավայրում է արդյունավետ աշխատանքը, ստեղծագործողը ստեղծագործում է, քաղաքական գործիչը ապագայի պլաններ է կազմում, հասկանում եք, միայն սոցիալական կոնսենսուս ունեցող միջավայրերում, իսկ այն որ միջավայրը մեր մոտ է, դա ստորագույն միջավայրն է, պատկերացրեք 600,000 աղքատի ֆոնի վրա դու քեզ ունեցածի վիճակում ձեր 3 միլիոն էլ պարգևատրում ես։ Սա գիտեք ինչ է, պատկերացրեք մեծ ընտանիք բազմազավակ,
որտեղ դու մի մասը սոված է, այն մյուս մասը ամբողջ տարին ճարապարորդել ինքը առանձին տանն է ապրում, ճիշտ է մի ընտանիք են, հա։ Տակ, ձմեռը տակ, ամառը հով, անտիր լյուքս պայմաններում վերջում են, էլի նոր տարվա դիմաց, դրանից բերանից կտրում է վերջի հացը, որ գնացեք այդ գիշերել շարմել շեխում անցկացնի, ճամ չգիտեմ։ Ինչ որտեղ։ Այդ միջավայրում, այդ ընտանիքում կարող է համալաշխություն լինի։ Դա կարելի է կոչել ընտանիք։ Այդ երկրի ղեկավարին կարելի է կոչել, այդ ընտանիքի ղեկավարին կարելի է կոչել ընտանիքի հայր կամ ընտանիքի մայր, ընտանիքի ղեկավար։ Ոչ։ Դա ընտանիքի ղեկավար չէ։ Այն նույնը հիմա մեր պետության մեջ է։ Ու այս բոլոր հայվանները սա նման որ ասում են, լավ է, նորմալ է։ Նրանք նշանակում է չգիտեն ինչ է նշանակում ընտանիք։ Նշանակում է նրանք չեն ունեցել ընտանիք։ Չեն ունեցել, չգիտեն, իրենց ընտանիքումը տենց է եղել։ Ուրիշ բացատրություն չունի սա։ Եվ այսպես Ադրբեջանը պետական մակարդակի վրա շարունակում է տանել Ադրբեջանի քարոզչությունը, որին հովանավորում է հենց Ադրբեջանի կառավարությունը։ Ոչ թե սա խոսակցությունը, ոչ թե սա ինչ որ կոնսպիրացիոն ծրագիրը, որի մասին վստահ է գիտի Փաշինյան Նիկոլը, որտեղ եթե հետքը դրա մասին գիտի եւ տեղեկություններ ունի փաստաթղթեր ունի դրա վերաբերյալ, Փաշինյան Նիկոլ վստահ ունի։ Ու ոչ միայն Փաշինյան Նիկոլ, ամբողջ իրան սպասարկող այդ հոտը։ Հետևաբար իմանալով հանդերձ սրա մասին շարունակել նույն բանը անել նշանակում է իրանք բոլորով իրականացնում են այս ծրագիրը։ Իրականացնում են բոլորով նույն ծրագիրն են իրականացնում։ Էլի ես պետք է գամ Արամ Մարնուկյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստորագրը հավաքը կազմակերպել, որտեղ կոչանում Ալիևին դատապարտել, մի խոսքով ներկայացնել որպես պատասխանատու Արցախի էթնիկ զտման եւ մի խոսքով ռազմական հանցագործությունների համար։ Եվ բացահայտ սխալ բառ ասեցի։ Մանրամասն բացահայտում է ինչի մեջ է նա մեղադրվում եւ կա պետիցիա սա մասով, խնդրում եմ։ Ես իհարկե լինքը կդնեմ ներքևում, ընդհանրապես պետք է ստորագրել, մտնել Change.org-ով, այս Hold Aliyev, Ilham Aliyev accountable for humanitarian crisis, humanitarian violations, ընդհանրապես այս վերնագիրը հավաքում եք, եթե ուզում եք, եթե չէ, լինքը հենց հիմա կա տակը։ Մտեք եւ պետիցիա ալեք։ Ընդհանրապես ստորագրում եք ձեր անունն ազգանունը, հետո եթե ձեզանից փող ա ուզում $7, կարծեմ նվիրատվություն անեմ, դուք ուղղակի տարածեք։ Ընտրեք տարածելու տարբերակը։ Տարածում եք ձեր Facebook-ում, ինքը տարբերակներ տալիս է։ Եվ սանով կօգնեք Արամ Մանուկյանին, որ ինքը այս պետիցիան ներկայացնի Իլհամ Ալիևին առնվազն գոնես փուլում սանձելու համար, բայց իհարկե Ալիևը կդատվի, երբ որ մենք պետություն ունենանք, երբ որ աստղերը անես դասավորվեն, որ արևմուտք կոչեցյալը հրաժարվի իսրայելական ծրագիրը, թուրք-իսրայելական ծրագիրը մեր մասով իրականացնելու։ Սա ռուս-թուրք-իսրայելական ծրագիր է։ Ես չեմ բացառում, որ դա լինելու է, բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա իրականանա։ Ամեն ինչ, որտեղ առաջին շահառուն մենք ենք։ Եթե մենք անենք, հավանականություն կա, որ կլինի։ Եթե մենք չանենք, նույնիսկ եթե իրանք պլանավորել են տրամադրված լինեն անելու, իմաստը որն է, ով է այդ երկրի տերը, ովքեր են հայերը, ինչով է իրանք շահագրգռված պետականություն ունենալ։ Իրաց մոտ հարց է մնալու։ Ինչ որ է, խնդրում եմ անպայման մտեք ստորագրեք սա։ Եվ այսպես։ Երևի դուք երեք հիշում եք, որ ասեցի, որ կառավարությունը որոշում է ընդունել եւ այդպես գրած է, արդեն պայմանավորվել է, թուրքական մամուլը դրա մասին գրել է, որ 99 տարով Հայաստան ջրերը
Արաքսի ջրերը տալիս են թուրքերի տրամադրության տակ։ Եվ ես ասացի, որ Նախորյանի վերևում Թուրքիայի կողմից ջրամբար է կառուցում Թուրքիան արդեն մի քանի տարի է։ Եվ ընդամենը 2 օր առաջ ազատությունն էլ գրել, որ Հայաստանը, որը նախատեսել է ջրամբար կառուցել, ես կալասկա ասեմ, կապսի ջրամբարի մասին է խոսքը։ Ինչ պատճառներով չինական ընկերությունը հրաժարվել է եւ գնացել է։ Պատկերացնում եք, ես որ կարդացի չինական ընկերությունը հրաժարվել է, որովհետեւ ժամկետների մեջ չի տեղավորվում ու գնացել է, ես չհավատացի, որ նման բան հնարավոր է։ Բայց ասի շտաբ եզրակացություններ չանեմ։ Շտաբ եզրակացությունը պետք չի անել։ Ինչն է պատճառը, չինացիներին ինչի պետք է գնան, որովհետև չինացիներին մենակ մի բան է պետք ասել։ Սա քո աշխատանքն է, էսի քո գործիքներն է, էսի քո նախագիծը։ Վերջ, գնա արա։ Ու դու գնում ես քնելու, ինքը գալիս ես դնում, ամեն ինչ արება։ Դա չինական աշխատանքի ձևն է։ Որ չինացիները հետ մնան գրաֆիկից ու վերջում կիսա թողեն գնան։ Ու ինչա բարձվում։ Մենք ինչա բարձվում։ Դեկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը փորձեց պատասխանել լրագրող Նարեկ Կիրակոսյանի կապսի ջրամբարի ծրագրի տապալման վերաբերյալ հարցին։ Եղել էր ազատության օրվանցը, ասում Նարեկ Կիրակոսյանը հարց ա բերել։ Վարչապետի բացատրությունները հերթական անգամ կառուցված է ինքնաարդարացման բարձունակ սխեմայով, ասինքն իրան որ հարց է տալի, երբեք ինքը ուղիղ պատասխան չի տալի, ինքը սկսում է այսպես են 12 մատնյա կամ չգիտեմ են մյուս երկար աղիքների նման, այսպես գալալվել իր շուրջը, որտեղ ինքը աղիք է, իր բովանդակության եւ պարունակության։ Եվ ամբողջ մեղքը բարդվեց չինական կապալառու ընկերության վրա։ Իսկ պետության դերակատարության պատասխանատվությունը ներկայացվեց գրեթե անթերի։ Պատկերացնում եք, պետությունը ամեն ինչ արել է, փողը տվել է, պայմանները ստեղծել է, նախագծերը տվել է, չինացիները չեն աշխատել։ Մի բան, նորից եմ ասում, ես չինացիների հետ 4 տարի շաբաթը 7 օր 24 ժամ ժողովուրդ ես աշխատել ապրել եմ։ Իրանց բացատրել ոչ մի բան պետք չի, տալիս ես նախագիծը, ոնց ու ծրագիր է, ոնց կոմպյուտեր։ Ծրագիրը դրեցիք, ինքը գնում անում է, իր բան պետք չի ասել։ Ընդ որում ստաբիլ, նույն ձևի։ Այդ ընթացքում նույնիսկ չի մտածում, որ կարելի է մի քիչ կատարելագործել։ Ոչ, ոնց տվել ես, այդպես անում է, հարցեր չի տալիս, բացատրություններ չի ուզում, չի բողոքում, անում է, այն ինչ որ ասում ես։ Հայ հանրությունը սովոր է Փաշինյանի ձեռնացություններին, ուստի պետք է եւս մեկ անգամ արձանագրել, որ նման խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ձախողումները երբեք չեն կարող լինել միայն մեկ ընկերության անպատասխանատվության արդյունք։ Մրցույթի կազմակերպումը, ռիսկերի գնահատումը, վերահսկողությունը, ժամկետների կառավարումն ու քաղաքական որոշումների որակը ամբողջությամբ պետական պատասխանատվության տիրույթում են, պետական պատասխանատվության։ Երբ Փաշինյանը հայտարարում է մենք ամեն ինչ արել ենք ճիշտ պարզապես կապակ Ճիշտ, բարձրապ, ինք ամեն ինչ ճիշտ են արել։ Անենց ինչպես 7 տարիա կառավարում են։ Պատկերացրեք, չէ՞ ոնց են արել։ Հիմա ճիշտ կառավարել են 7 տարի։ Բարձրապես չինական կապալառու ընկերությունն իր խոստումը չի կատարել։ Պատկերացնում եք, իրականում նա հանրությունից թաքցնում է իր կառավարման համակարգի ձախողումները։ Եվ այսպես ինչու՞մն է բանը։ Ինչու՞մն է բանը։ Դա պետք չի Թուրքիային, որովհետև այդ ջրերը, որ պետք է հավաքվեր այդ ջրամբարում, Հայաստանի համար, պետք են Թուրքիային։ Հետևաբար, Հայաստանի ջրերը պետք չի մնա Հայաստանում, պետք է հոսի արաքսով արաքսներ սպասարկելը թուրքերին։ Վաղ թե ուշ, այսօր թե վաղը այդ ջրամբարը իրանք տազիները արդեն սարքում են։ Եվ պատրաստում են գետի հունը փոխել, տանել իրենց մոտով։ Հիմա գետի հունը փոխել կարիք չկա, որտեղ Փաշինյան Նիկոլ ասում, դուք խնդիր չունեք աղբե ջան, ես իմ երկրի համար ջրամբար չեմ կառուցի, կտապալեմ ծրագիրը, չինական ընկերությունը կգնա, միլիարդները կվերցնեմ, կծախսեմ, կմնա կիսատ, հետո այդ կիսատ մնացածը կավիճվի, կպարզվի ծախսած փողն էլ անիմաստ էր, ջուրը չհավաքվեց, ռեսուրսները մսխվեցին, ջուրն էլ գնաց թուրքերին։ Հիմա անգավ այդ փազլը տեղը
Ընկավ, չէ՞։ Դե չէ sense առանձին վերցնում ես ոչ մի բան բացատրություն չունի, բայց որ դնում ես իրար կողք, հասկանում ես ընդհանուր պատկերը։ Ինչի տապալվեց այդ ծրագիրը։ Ինչու են այդ որոշումներն ու թույլտվությունները ուշանում, որ այդ մարդիկ նստեն, սպասեն, դրանք հետ են անգե։ Չինացին հետ անգե, այդպես բան չի լինում։ Դա անհնարին է։ Ասում եմ, միակ ամեն ինչ ճիշտ է, չինացիները չդիմացան եւ գնաց։ Հա։ Եվ վերջանում այս հոդված այս բանը բարերով այս ֆոնին դժվար է անտեսել այն վարկածը, որ կապսի ծրագրի ձախողումը պարզապես տեխնիկական կամ պայմանագրային խնդիր չէ, երբ իշխանությունը խուսափում է խոսել ջրի մասին, որպես ռազմավարական ռեսուրսի եւ սահմանափակում է մեկ կապալախորին մեղադրելով։ Դա կարող է վկայակոչել ոչ միայն անկարողության, այլև չցանկանալու մասին, բայց ու ամբողջական քննարկելու տարածաշրջանի ռիսկերն ու սեփական քաղաքականության որոշումների իրական գինը։ Եվ ամենակարևորը, կապսի ջրաբարի պատմությունը կարելի է դիտարկել նաև ավելի լայն ոչ միայն ներքին կառավարման, այլև տարածաշրջանային ջրային քաղաքականության համատեքստում։ Կապսը Ախուրյանի ջրային համակարգի մաս է, նույն բանին ենք գրում։ Իսկ այդ համակարգը կապված է միջպետական պայմանավորվածությունների, սահմանային գետերի եւ ջրերի վերաբաշխման նույն հավասարակշռության հետ։ Միևնույն ժամանակ հայտնի է, որ Թուրքիան ակտիվորեն ընդլայնում է իր ջրամբարային ենթակառուցվածքները թե Արաքսի, թե Հարակից գետերի վրա, ինչը երկարաժամկետ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի ջրային անվտանգության վրա։ Ուրիշ բան պետք է, որ հայտարարել Փաշինյան Նիկոլը հայ ազգի թիվ 1 անկրկնելի բոլոր ժամանակների ամենամեծագույն հանցագործն է։ Հնարավոր է ուրիշ բան ասել դրա դեմ։ Այն կոտորածը, որ 15 թվականին Հայաստանի հետ պատահեց, հայ ժողովրդի հետ, չկար պետականություն։ Այն ժամանակ հնարավոր չէր ասել, այդ ցեղասպանության պատասխանատուն հայկական կողմից ով է։ Դա մենք բոլոր վերջը դրեցին կազմակերպիչների վրա։ Չկա պետականություն, ոչ մեկի վրա դրված չէր այդ դրա դիմագրավությունը։ Մենք իհարկե կարող ենք ասել դաշնակները թերացան, դե զենքերը հավաքել էին, մենք կարող ենք ասել իհարկե հոգևոր դասը պատրաստ չէր, ինքը կազմակերպված չէր կամ հարուստները կազմակերպված չէին, չզինեցին ժողովրդին, ամեն ինչ կարող ենք ասել։ Բայց ամեն մեկի երթի կարաբերի սենց հատորներով պատճառն ինչու չեն արել։ Բայց երբ որ դու ունես պետություն ու նույն բանը կատարվում է, արդեն կոնկրետ անուն ազգանուններով պատասխանատուներ կան դրա համար։ Եվ այդ անուն ազգանունների թիվ 1 անուն ազգանունը դա Փաշինյան Նիկոլն է։ Սա եմ ուզում լսեք էլի։ Երբ որ շատ կոշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքական դաշտում, եւ դա վերաբերում է ոչ միայն կուսակցություններին, դա վերաբերում է նաև լրատվամիջոցներին։ Երբ որ այդպիսի կոշտ թափանցիկությանը, երբ որ դու կոշտ միջոցներ ես սկսում ձեռնարկել, միանգամից սկսում են քաղաքական հետապնդումներ, ընդ որում եթե որևէ մենք կոշտ միջոց ձեռնարկենք օրենքին համապատասխան, վստահ եմ, որ Civilnet-ն էլ Թոսունյանի գլխավորությամբ տասնյակ ռեպորտաժներ կանի, որ քաղաքական հետապնդումներ են տեղի ունենում։ Եվ այս առումով հաշվի առնելով ժողովրդավարական գործընթացները, մենք մի քիչ զգուշ ենք այդտեղ։ Մի քիչ զգուշ են, ասում են, իրանք օրենք են ընդունում։ Բայց ինչու մի քիչ զգուշ են, որ հանգար Civilnet-ը ռեպորտաժ չսարքի, որ իրանք քաղաքական հետապնդումներ են կամ ասենք հակաժողովրդավարական քայլեր են անում։ Իրանք օրենքի նախագիծը քննարկում են, որ բերեն կառավարությունով անցկացնել, բայց իրանք մի քիչ զգուշ են։ Արեք Հարությունյան, ես հասկանում եմ, որ ձեր միջավայրում բոլորը ապուշ են, բայց այնքան ապուշ են, որ իրանք կարելի է ամեն ինչ ասել, անկախ նայած դու ինչ ես ասում, իրանք իդիոտի նման նայել են աչքերի մեջ ու գլուխը տոմտոմբացնեն, որովհետև Փաշինյան Նիկոլ ասեկը տենց է ուզում։ Բայց ձեզ այս պահի լսում է ձեոնցից բացի եւս մի քանի միլիոն մարդ, առնվազն 1 միլիոն կամ 2 միլիոն, հա։ Ինչ ես կարծում, բոլորն են ապուշ քպեականների նման։ Դուք չեք ամաչում ձեզանից։ Այսինքն չնայած ինչի մասին եք խոսում։
Ես չի նստել Թոսունյանն ինչ ասել իրան, էլի։ Ոնց ասել, բայց բաբո պետք է զգուշ ինչ է նշանակում զգուշ լինել։ Եվ ուզում եք զգուշ լինել, ինչ է նշանակում այս օրենքը։ Ինչի եք անում սա։ Դուք անում եք, որ զգուշ լինեք։ Հա։ Այսինքն վերցրել է մարդը, բանը լանցետով, ասես բացել է մարդու օրգանիզմը, ասում է ճիշտ է, ես բժիշկ չեմ։ Ես հասկանում եմ, որ բարակ կարող անցնի, կարող հետո չկարողանամ իր բուժել, կարել, վերջքերը բան, բայց մենք պետք է զգուշ լինենք։ Այսինքն ինչ է նշանակում զգուշ լինել։ Դու վերցնել ես լանցետը, որ բացես այդ մարդու մարմինը։ Քո զգուշ լինելու իմաստը ո՞րն է։ Եթե դու հասկանում ես դրա հետևանքները, այսինքն ո՞նց պետք է զգուշ լինես։ Այսօր մեկ էս տեսարանը։ Աջապայանի ծննդյան օրն էր։ Եվ մարդիկ գնացել են շնորհավորելու։ Չեմ ցույց տալիս։ Իմ ձեռքս նոր կտականն է, ես հավատացյալ եմ։ Ինքը նոր կտականն է ձեռքում, ու ինքը հավատացյալ է։ Լսեք։ Կյանքի խոսք եկեղեցու հետևորդ եմ ես։ Կյանքի խոսք եկեղեցու հետևորդը։ Հավատացյալը կյանքի խոսք եկեղեցու հետևորդը։ Շնորհակալություն։ Լսում եք, ես ձեռքս դնում եմ, որ ոչ հիվանդություն չեմ խոսալու։ Լսում եք, մենք ուղիղ 30 տարի մենք կրոն չունենք։ Լսեցիք։ Ուղիղ 30 տարի մենք կրոն չունենք։ Այսինքն եթե ինքը ձեռ դրել Աստվածաշնչի վրա, հետել ասեց, որ ինքը կյանքի խոսք աղանդից է, ուրեմն ինչ ասես վերջ, եթե վերջի ճշմարտությունն է, մենք 30 տարի կրոն չենք ունեցել։ 30 տարի մենք մահմեդական պետություն ենք։ Եթե 30 տարի մենք մահմեդական պետություն ենք։ Ու միանգամից անցնում Հայաստան, որ ոչ մեկ չասես ինչ ես իմ մանիմատ խոսում։ Աստորեն մենք կրոն չենք ունեցել 30 տարի։ 30 տարի մենք մահմեդական պետություն ենք։ Ինքը կյանքի խոսքից է ձեռնը դրել Աստվածաշնչին։ Բալա։ Այսինքն այդ կարելի է տխմարին հարցնել 30 տարվա մեջ ի՞նչն է փոխվել, որ 40 տարի առաջ այդպես չէր։ 30 տարի առաջ ինչը փոխվեց, որ մենք sense երբ դասանք մահմեդական ըստ էս աղանդավորի։ Տեսեք, ես միջև էս իրաց նկատմամբ ոչ գոլ, որովհետև իմ համար մեկը ով ինչ աղանդից է։ Իմ համար մի բան է կարևոր։ Եթե դու խոսում ես, խոսա ճիշտ է։ Դու ես ապուշի տեղ։ Ասես 30 տարի առաջ մենք մի օրվա մեջ դարձանք մահմեդական։ Այդ Նիկոլն է մահմեդական, մեր հետ ի՞նչ կապ ունես դու։ Բայց հետնել վկայակոչում ասում գիրքը, իրեն ասում է ես աղանդավորս կյանքի խոսքի ասում եմ դուք մահմեդական եք։ Այսինքն փաստոց սենց է դուս գալի, եթե դու հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես, դու մահմեդական ես։ Որովհետև ինքը քրիստոնյա է, ինքը կյանքի խոսքից է։ Լուրջ։ մի հայ իր մոր փորից ծնվել է գա իմ դեմս կանգնի, ասի որ մահմեդական չեք, քրիստոնյա ենք, ես դրա ոտերը կհամբյուրեմ։ Գնացեք ժողովուրդ ջան։ Գնացեք։ Գցեք ով է։ Գնացեք ասեք որ դուք մահմեդական չեք, դուք քրիստոնյա եք։ Մի քանի օր կներեք ոտներդ մի լվացեք։ Ինչ է ուզում ասել։ Այսինքն ինքը պետք է ապացուցի, որ դու չէ տղա ջան, ճիշտ է դու քեզ քրիստոնյայի տեղ ես, բայց դու մահմեդական ես, հա։ Որտեվ դու առաքելական եկեղեցու հետևորդ ես, ինքն է քրիստոնյա, որտեվ ասենք ինքը աղանդավոր կյանքի խոսքից է։ Հասկացաք իմ այս եկեղեցու քանդելու մեջ սրանց ներկայ բանը գործունեությունը։ Ձեզ ով էր ասում ձերներ հետ հանեիք ընդհանրապես։ Ով էր ասում չիտներդ մտցնեիք ստեղ։ Հիմա դուք հասկանում եք որ դու դարձակ թիրախ առնվազն գոնե ինձ համար։
Այդ չեմ ասում մնանց համար, որոնք նայում են այս հաղորդում։ Հասկանալի է։ Բա։ Հասկացաք սա թիկունքի նովականնաց։ Այս երեխեքի ողջույնները քեզ տխմար։ Գերի սրբազան հայր։ Շնորհավորում ենք ձեր ծննդյան տարեդարձը։ Ոչ միայն բացառիկ հոգի։ Ոչինչ որ մի խումբ մահմեդական փոքրիկներ շնորհավորում են սրբազան նոր տարեդարձը։ Կուզեիր քո ծնունդները տենց շնորհավորեին։ Հա՞։ Թե ձեզ սուրբ քիրքը տեսվա թույլ չի տալի։ Որ ձեզ փոքրիկ մահմեդականները շնորհավորեն։ Հոգևորական եք, այլ նաև մեծ ուսուցիչ, ումից մշտապես սովորեն եւ շարունակում են սովորել։ Դուք կենտանի օրինակ եք, ավա։ Դա ասում եմ մասին, որ Կալիֆոռնիայում փոփոխություններ կան այս ամեն ինչի արդյունքում, այս նորությունների, այս ինֆորմացիայի արդյունքում, որ երբ որ ու այս Alvamol Կալիֆոռնիայի տարածքի թեմի առաջնորդ Տետերյանի կողմից ոչ մեկ չի գնում օգնություն ստանալու եւ մարդիկ հրաժարվում են սա ծառայություններ։ Ինձ հետաքրքիր է մի բան, թե իրականում որքանով է սա ճիշտ եւ որքանով ինչքան մարդ կա, որ հասկացել է ով է սա եւ հրաժարվել է սա շփվելուց, օգնությունից, տալ առնելուց, ինչ է կատարվում իրականում համայնքում, ինչ շատ հետաքրքիր է։ Մի բանա որ գրում են, մի բանա իմ համար լուրջ անհատական օրինակներ, որ ես դրա մասին իմանամ։ Բայց այն որ ինչ-որ մի բան լինելու է, դա անկասկած է։ Անկասկած, որտեղ հնարավոր չի ինֆորմացիան դուրս գա, հասկանան, որ այս Alvamol-ը ստեղ վեր ընկած ու նաև Քրիստոս բանջելոս կաթողիկոսի կողմից նշանակված, կաթողիկոսի կողմից հովանավորված միշտ հիմա էլ գավազանը բարձրացել է դուս այդի կաթողիկոսի դեպք։ Բայց եթե ինքը լիներ սրբագույն մարդ, ասի, արա դե սրբագույն մարդ, հա, չի հավանում էլի, Գարեգինին, չի հավանում։ Բայց այս բազմօգտագործվածը հավան չի, սորական մարդուց որ զավակ ունի, ընդամենը մի հատ աղջիկ ունի։ Փաստորեն աղջիկ ունենալը ավելի վատ բան է կաթողիկոսի համար, քան բազմասեր լինելը։ Նեսօր Լոս Անջելեսում ապրող իմ ընկերներ, շետևողներ, խնդրում եմ գրեք, որքանով է փոփոխությունը, ինչ ինֆորմացիա ունեք, որ մի քանի տեղից լինի ինֆորմացիան, կարողանանք մեծ ու ճիշտ եզրակացություն անել։ Նորից եմ ասում, ես վստահ եմ, որ ինչ-որ բան փոխվել է, բայց ինչքան է շոշափելի դա, ես չեմ կարող չափել։ Գրեք ինձ ունեմ։ Դուք այսօր ձեզ դրել եք եկեղեցուց դուրս։ Դուք եկեղեցու հետևորդ չեք։ Եկեղեցու հետևորդի հայ առաքելական եկեղեցու հետևորդի թիվ 1 կանոնը հետևյալն է՝ չվարկաբեկել հրապարակային ամենատարբեր գործողություններով, լինել իսկապես հավատավոր եւ եթե կան հարցեր բարձրացնելու, այդ ընթացակարգով բարձրացնել։ Հիմա երբ որ դուք ձեզ դրել եք եկեղեցուց դուրս, որոնք չեն ընդունում, օրինակ բողոքականի տեսակներ կան, կյանքի խոսք եւ այլն, որոնք որ չեն ընդունում սրբադասման կարգերը եւ այլն։ Եվ եթե չեմ սխալվում, ձեր իշխանության մեջ կան մարդիկ, որոնք հրապարակային են ասել, որ իրենք հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ չեն, ավելին մարդ կա, որն ասում է ընդհանրապես ինքը աթեիստ է։ Հաշվետվություն ընդունողը եւ պահանջ դնողը Աստված է եւ ոչ թե աշխարհիկ մարդիկ։ Եվ աշխարհիկ մարդկանց համար այլ կա ուխտ կա, հա, օրինակ մեծամասնության քաղաքական մեծամասնության ԿՊ-ի ուխտը իր ժողովրդի առաջ, իր ընտրողների առաջ, հայ ժողովրդի առաջ, որոնք դրժել են։ Այս հարցադրումից խուսափելու համար հիմա իրենք փորձել են ինչ-որ մի հատ թիրախ ընտրել եւ այդ թիրախը ոչ ավել ոչ պակաս հայ առաքելական սուրբ եկեղեցին է։ Դա ծածայական չէ։ Փաստորեն հասկանում է Արծվիկ Մինասյանը, որ իշխող ուժը բոլոր խոստումները դրժել է։ Բայց մա հարց եմ տալի, ոչ միայն դրժել է, ինքը անում է հակառակ։ Դրժելը մի բան է, դրժել, չանել։ Անել հակառակ, դեռ այլ բան է։ Այսինքն հանցագործություն չանել,
пассիվ նայել ինչա կատարվում եւ հանցագործություն անել դրանք տարբեր հոդվածներով են դատում մեղքի աստիճանները տարբեր են հիմա իրանք ընդհանրապես չեն դրժել պալոմինաս իրանք հանցագործություն են անում օրեկան ռեժիմով եւ ձեր աջակցությամբ ձեր անմիջական աջակցությամբ ձեզ հարցը տվել են երբևէ մոտիկից ինչ եք միջև նա խորհրդարանում եթե իհարկե ամեն ինչ հետ համաձայն չեք այնպես որ այն ինչ որ դուք չեք անում որ պարտավոր եք անել եթե համաձայն չեք դրանից հետո ձեր բոլոր տեսակի բողոքները քննադատությունները սրանց նկատմամբ եկեղեցու հարձակվում են չեն հարձակվում դավաճանում են սխալ պայմանագրեր են ստորագրում ինչ անում են ձեր կողմից խոսելն ու քննադատելը զերո արժեք ունի զերո ավելին ասեմ դուք հայտարարում եք որ դուք հասկանում եք հանցագործությունը ինչա կատարվում եւ թույլ եք տալի որ դա իրականանա բարձա Այն որում ոչ մեկս չգիտենք այս կատարված իրականացած հանցագործություններին հետ բերելը, ռևերս անելը, ինչ ռեսուրսներ նստելու Հայաստանի վրա, եւ ժամկետային իմաստով, եւ ֆինանսական իմաստով, եւ մարդկային ռեսուրսների իմաստով։ Արցախի վերադարձից սկսած, հա, միջև բոլոր միջազգային այս հայտարարություններն ու կիսապայմանագրերը, որոնց ցանկ հասցրել են անել։ Հասկացա՞ր, ասվիկ Մինասյան։ Ոնց որ դու դիմացինից հետ ոչ մի բանով չես տարբերում։ Բացարձակապես դիմացինդ կա քո շնորհիվ։ Դու իր առաջին այսպես ձեռքի վրա պահում ես։ Թե չէ չխանձած խոզը ով է որ ընդդեմ լիներ։ Նա ով է ընդհանրապես։ Նա է այսօր, որովհետև դու կաս։ Դու ես իրան թողում, որ ինքը հանդեպ գոյություն ունենա։ Լավ։ Ասում է թուրք պաշտոնյաները Գյումրիում փակ հանդիպում են ունեցել ՀՀ ներկայացուցիչների հետ։ Ես խնդրում եմ նորից ավելի մանրամասն գրել ավելի կոնկրետ ովքեր են եղել, եթե դες ինֆորմացիաներ կա, կոնկրետ անազգաններով, ովքեր են մասնակիցներ, ովքեր են հանդիպել, Թուրքիայից ովքեր են, եթե մոտավորապես գիտեն ինչի մասին է խոսել, ինչի մասին չէ խոսել։ Ես կարող եմ ենթադրել։ Դա ջրամբարի հետ է կապված, դրա Գյումրի տարածքում Շիրակի։ Չի բացառվում այդ խնդիրներ կան այնտեղ, հա։ Մեզանից հեռու, մեզանից թաքուն։ Գիտեք մենք իմանանք։ Խնդրում եմ։ Սա նայեք։ Ասում են լրիվ կանխատեսելի ձյունը լրիվ ինչպես միշտ անակնկալ թափել է Երևանի գլխին եւ ծառա աղբյուրի փողոցի վրա բազմաթիվ մեքենաներ դարձել են մետաղի ջարդումներ դե շնորհավորում եմ չեմ կարող չշնորհավորեմ այսօրով այս խցանումների մեջ նոր տարվա առիթով վազվզողներին ադրբեջանական բենզինով ուրախացողներին, Փաշինյան Նիկոլին ընտրողներին, Աբինյան Նիկոլ լավ ինչ չէ, Աբինյան Նիկոլն է ինչ տարբերություն։ Դրանց աջակցողներին, ընտրողներին ես չեմ կարող չշնորհավորել, հասկանում եք, նրանց մեքենաներ պետք է դառնա եւ ջարդող, նրանք ջրի խնդիր պետք է ունենան, օդի խնդիր պետք է ունենան, մեքենան ապահովացնելու խնդիր պետք է ունենան, այս ամեն ինչը պետք է լինի։ Չի կարող ուրիշ հետևանք լինի այս ընտրությունները Հա ընտրություն ադրբեջանական բենզին լցնելու, ընտրություն Փաշինյան Նիկոլի, հա Փաշինյան, ասենք Աբինյանի, Փաշինյան Աբինյան, լավանջ։ Եվ բոլոր քաղաքական ընտրություններն ու չընտրությունները բերում է այս հետևանքներին։ Այդպես որ ժողովուրդ ջան, մի զարմացեք։ Մի զարմացեք մանավանդ այս ահավոր ինչ որ կատարվում է Երևանում, ես կարծում եմ, լսում եմ մարդկանց ստատուսները, բարձում է գիտեք ինչն է պատճառը։ Գիտեք ինչն է պատճառը։ Ըստ Որդու արյունը փողի դիմաց ծախած Գերամ Նազարյանի որովհետև ռայոնից ով ասես եկել է Երևանից առևտուր անի
Բա չգիտեիք։ Ռայոնից շրջաններից իրենց բարերով ասած։ Մի քանի օր եկել են Երևան, եղավ Նազարյանն ներված ասում է, ձեր մոտ այդ ինչ չկար, որ եկել է Երևան, Երևանում էլ մեքենա չի շարժում, բա հասկացաք ովքեր են մեղավոր։ Իրանք ոչ մի բանի հետ կապ չունեն, ոչ մի բանի համար պատասխանատու չեն, բացարձակապես։ Խցանումը ջարդումը, որտեղ ռայոնից եկել են արտուրանել Երևան։ Այո։ Դե հիմա, նորից եմ ասում, այնքան հայվան կա, որ սա համար ընդունել, այս բացատրությունների համար ընդունել են, այս դեմքով։ Դավայելի, այսպես։ Դե, բա ինքը ինչ իրավունք ունի, բարական իրավունք, քշի ճանապարհները, որոնք նախորդ աղացանված, որոնք ժամանակի մաքրվում են։ Այս գիշեր գիտեք Նյու Յորքում ինչ ձուն է եկել։ Մեքենան առավոտ չէր երևում համարյա։ Բայց միջև ձունը գալուց առաջ նախարտեն բոլոր ճանապարհները արեց ցանված։ Եվ ձունը օդի մեջ արդեն մաքրում են երկրորդական փողոցներից սկսած։ Առավոտ մեքենաները ձունի մեջ են, բայց ճանապարհներն էլ բաց։ Ուզում ես քշես, մեքենայի վրա ձունը մաքրի, ճանապարհները բաց է։ Բաց։ Աղնել արդեն ցամաց է։ Ասֆալտի վրա։ Որ ձյունը ասֆալտի հետ ոչ մի բան չունենա, չկպնի տեղ։ Այդպես որ։ Սա է աշխատանքը։ Իսկ մնացածը այս հայվանների համար լավ է էլի։ Ու ինքը ավելին ունենալու իրավունք չունի, հասկացեք, այս ամեն ինչը սենց է։ Ինչ ես արել, որ ավելի լավ բան ունենաս։ Եթե քո համար էժանալի լցնես գնա, էսի պետք է լինի ճակատագիրը։ Չպետք է ասեք ինչ նկարեմ ինչ է։ Դուք պետք է ասեք նկարեմ պետք է։ Ասում եմ նկարեք, ասում եք Մի րոպե։ Բաստա։ Հա, ժողովուրդ ջան, սենց է լինում։ Սենց է լինում, դու եթե մարդ եք ընտրում, որ ձեր փոխարեն պետք է կառավարում իրականացնեն, եթե սրանք եք ընտրել, սա էլ պետք է լինի։ Մենք մինչև չսովորենք, որ մեր ցանկացած խոսքի եւ գործողությունների հետևանքը քաշելու ենք կրելու ենք առաջինը մենք, եւ այն ինչ որ շրջապատում է մեզ, դա ուղիղ մեր քվեարկությունների, պահվածքի, խոսքի արդյունքն է։ Ես պարբերաբար սա ներկայացնում եմ, որ մենք երբևէ չմոռանանք մեր գործողությունների արդյունքում, ովքեր են հայտնվել իշխանության բոլոր, ոչ թե տարբեր, բոլոր օղակներում։ Ուղղակի այսօր իրար հետ վերահաստատենք, որ կառուցելու ենք աջակցակի մետրոն բանվարդան։ Այո, իհարկե։ Մենք արդեն իսկ մետրո Գիպրոտրանս ընկերության հետ առաջին փուլը անցել ենք նախագծման եւ նախնական աշխատանքներով առաջարկող աջակցակի կայարանի շինարարությունը տևել է ընդամենը 48 ամիս, 2026 թվականին մենք կարող ենք սկսել աշխատանքները աջակցել մետրոյի կայարանին։ Կառավարության առանձին որոշում պետք է կայացնենք մետրոպոլիտենի նախագծային մրցույթի կառուցման մրցույթի հետ կապված հատուկ պայմաններ ապահովելով։ Հենց այստեղից պետք է սկսվի մետրոյի աջակնյակ կայարանի շինարարությունը։ Մինչ հազարավոր մարդիկ սպասում են շինարարությանը, տեղեկություններ են ի հայտ եկել մետրոյի նախագծման փուլում հնարավոր ֆինանսական կորուստների մասին։ Որքան գումարով է կազմվել մետրոյի կայարանի նախագիծը։ Արդյոք այդ գումարով միայն նախագիծը պետք է կազմվեր, թե նաև շինարարության համար կարևոր աշխատանքային փաստաթղթերը։ Երևանի քաղաքապետարանը 2021 թվականին հայտարարել է մետրոյի նոր կայարանի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ։ Հաղթող է ճանաչվել ռուսական մետրո Գիպրոտրանս ընկերությունը։ Պայմանագրի համաձայն հաղթող ընկերությունը 1 միլիարդ 848 միլիոն դրամով ի թիվս այլնի պետք է կազմեր մետրոյի կայարանի նախագծային փաստաթղթերը։ Պայմանագրի անբաժան մաս համարվող հավելված մեկում նշված է. նախագծման փուլականությունը, նախագծային փաստաթղթեր։ 2024 թվականին Կապալարու ընկերությունը քաղաքապետարանին է փոխանցել կատարած աշխատանքը։ Վերջին փուլում ստացել ենք 40 հատոր փաստաթղթերի փաթեթ, դրանք կշռում են կիլոգրամներով եւ մեկ ամբողջական տենց մեքենայով բեռնված փաստաթղթերի փաթեթ են, մատյաններ են, քաղաքաշինական տարատեսակ փաստաթղթեր։ Մետրոյի կայարանի նախագիծը անցել է անհրաժեշտ փորձաքննությունները։ Արդյոք Կապալարու կազմակերպությունը պետք է կազմեր միայն նախագիծը, թե նաև շինարարության փաստաթղթերը։ Պետական գնումների միասնական տեղեկատվական հարթակում հրապարակված են քաղաքապետարանի եւ նախագծող ընկերության միջև կնքված պայմանագիրը եւ 5 համաձայնագիր։ Թեև 1 տարի եկացավ, որ պայմանագրի համաձայն Կապալարուն պետք է կազմեր եւ նախագիծը եւ շինարարության փաստաթղթերը։ Դրանք այն փաստաթղթերն են, որոնցով շինարարները պետք է առաջնորդվեն մետրոյի կայարանը կառուցելիս։
Մետրոգիպրոտրանս ընկերության կողմից կատարվել էր միայն նախագիծ փուլի ծավալին համապատասխանող աշխատանք։ Ռուսական ընկերության հետ Ռուսաստանի դեմ պայքարողները, Ռուսաստանի ցանկախության ձգտողները, Արամ Սարգսյանը ստեղ վճռական դեր ունի քաղաքապետարանում Արամ Սարգսյանի շնորհիվ է Ավինյանը քաղաքապետ։ Ու Ռուսաստանի դեմ պայքարող Արամ Սարգսյանը 1.8 միլիարդ դրամի պայմանագիր է կնքում ռուսական ընկերության հետ։ Որը բայց ասում են կիսատ գործատվել 1.8 միլիարդ դրամ վերցելա մի ավտոթուղթ բարձելա բերել դրելա դեմը։ Մինչդեռ պայմանագրով նախատեսված 1.8 միլիարդ դրամ ֆինանսական միջոցները նախատեսված էին նախագծային փաստաթղթերի թե նախագիծ եւ թե աշխատանքային փաստաթղթեր փաթեթների մշակման համար, այսինքն գործը մնացել է անավարտ։ Նշված բացթողման մասին Տիգրան Մուշեղյանը տեղեկացրել է ՑԻԳ-ի ղեկավարությանը եւ առաջարկել լրացուցիչ համաձայնագրով կատարել անհրաժեշտ ճշտում, համապատասխանեցնել տեխնիկական առաջադրանքը փաստացի կատարած աշխատանքի ծավալին։ Արդյունքում կազմվել է 6-րդ համաձայնագիրը, սակայն ըստ մասնագետի ՑԻԳ-ի ղեկավարության կողմից գործնական որևէ քայլ չի արվել պայմանագրով նախատեսված վճարի չափը նվազեցնելու ուղղությամբ։ Նրա խոսքով համաձայնագիրը դարձավ խախտումը քողարկելու փորձ։ Բայց հետաքրքիր է, այդ ինչ տենդեր ա եղել, որ ինքը հաղթել է, ու չի կատարել։ Առանց տենդերսը բան լինում է։ Առանց տենդերսը բան իդեպում չունի լինելու, ոնց այդ ինչ մրցույթ է հաղթել։ Հաղթել է մրցույթ, ու պայմանագրի կեսն է կատարել, ու ամբողջ 1.8 միլիարդը տվել եք։ Եթե դուք հանցագործ չեք։ Այսինքն նույն բանի պատմությունն է, էլի, հիշում եք Snoop Dogg-ի բանը համերգը։ Մարդը ոչ եկել է, ոչ երկել է, բայց $4 միլիոն, 6 միլիոն դոլար արդեն տվել էին։ Նույն պատմությունն է, գիտեք, սա պատահական է, նույն քաղաքապետարանն է։ Նույն կառավարությունը, նույն մարդիկ, նույն մեխանիզմը, նույն սխեման։ Երևի բոլորդ հիշում եք, որ ես վերջերս անդադ ասում եմ, որ Սասունցի Դավիթ ասում օրատորիա բալետա կայանա։ Ես ամենը սպասում եմ, լսե, չեղավ այդ բայլետը, պրիմերան չեղավ, բայց ոչ մի լրատվամիջոց չի տալի դա մասին։ Նորություն չկա։ Դա էլ որ պետք է լիներ, ես ընդամենը տեղեկացա միայն բալետ պարող, բալետի արտիստի էջից։ Ու այսօր նայում եմ, որ Mir 24-ն է խոսում դրա մասին։ Հայկական մամուլը դնում ոչ պրիմերայի մասին է խոսել։ Որտեղ ես ամբողջ օրը թերթում եմ, ես առաջինը պետք է իմանայի, որտեղ ես փնտրում էի դա։ Որտեղ նայեի ոնց է անցել, կազեջ լիներ, բան ասենք, ռեպորտաժ, պրիցանցար, ասենք, մեդիան, որ այս կարգի կարևոր միջոցառում է եղել։ Ու ռուսական, այս Mir 24-ն է։ Հիմա լսենք։ В Ереване представили одну из главных культурных премьер года в Национальном академическом театре оперы и балета имени Александра Спендиаряна. Прошел показ балета «Оратории» Давид Сасунский. Мероприятие посетил наш корреспондент Эмма Погосян. И чем эта постановка отличается от классического балета? Балет «Оратория» сочетает в себе классическую хореографию и этноэлектронную музыку. Такой формат позволил по-новому представить сюжет армянского эпоса. Хор из 400 учеников городских, музыкальных и художественных школ Еревана, артисты Национального академического театра оперы и балета и вся творческая команда работали над этой премьерой больше года. Это крупнейшее событие в культурной жизни Армении за последние десятилетия. Впервые наша тысячелетняя эпопея представлена таким образом. На сцене объединили искусство, образование и гуманистические ценности. Зрителям представили не одну историю, а целый цикл из 4 частей. Он повествует о борьбе богатырей из Сасуна против арабских захватчиков. На
ներկայացված է նոր Это произведение, как мне кажется, очень дорого сердцу детей. За все время подготовки их энтузиазм был настолько велик, что несмотря на трудности, несмотря на то, что они стояли на сцене и пели 1:40 без перерыва, они все равно делали это с удовольствием. И этот энтузиазм, конечно же, передался всем нам. Главная задача проекта – познакомить зрителя с историей армянского народа путем Կներեք իմ մտքից լրիվ գնացել է, որ մեզ փուրքային կերների համար սա պետք է թարգմանվեր։ Ես ուղղակի ընդհանուր ասեմ, որ սա պատմում, սա Սունցի Դավիթ էպոսն է, որը արաբների մասին էր, արաբների դեմ պատերազմի մասին։ Մեր էպոսն է, այդպես հատուկ ինֆորմացիա ոնց որ դες բաց չեմ թողել, կներեք, ես տարված լսում եմ ուղղակի ինֆորմացիան։ Ես հուսով եմ ռուսերենից անգլերեն այդ սուբտայտլները հնարավոր է ունենալ այս պահին թարգմանելու համար։ Անցնենք առաջ։ современной интерпретации. 400 հոգի եմ մասնակցել իմ ջելուց ամբողջ դպրոցներից հանրակրթական երգչախմբով բանով։ Հետաքրքիր պրոյեկտ։ Это была премьера года. Интересная, мистическая и загадочная. Видно, что была проделана огромная работа. Я рада быть здесь. В 2012 году эпос внесли в список нематериального культурного наследия человечества. Ասում 12 թվականին սա ոչ նյութական արժեքների ցուցակում անգլերեն։ Սա Սունցի Դավիթ։ Премьеру организовали по личной инициативе мэра Еревана. Эмма Погосян, Севак Кочарянц, Мир 24. Լավ, բայց ես չեմ տեսել հեղինակնի չգիտեմ ոչ մի ինֆորմացիա հակուսնեն ովքեր ներկայացել խորեգրաֆիան ով է ամեն ինչ հետաքրքիր է սա մասին որովհետև սա իրադարձություն է սա կարևոր իրադարձություն է որ մենք իմանանք ու շնորհակալ լինենք հիմա ասում են Ավինյանի անիտակա բնականաբար քաղաքում ինչ միջոցառում ուներ եւ անունը պետք է չէր այնտեղ մեկնել Գոշներ Սարգսյան խոսում վարչության պետը մշակույթի վարչության պետը բայց հասկանում եք որ իրական գործանողները ովքեր են այնտեղ անպայման ով է հեղինակը այս պրոյեկտի հա ով է երկի հեղինակ ով է բալետի այդ ես բոլորին շնորհակալություն եմ ուզում հայտնել այս պրոյեկտի համար ես կուզենայի ավելի ինֆորմացիա լինի ավելի շատ ինֆորմացիա ունենայինք հետագայի համար որպեսզի իմանանք ու շնորհակալ լինենք այսքան բան ու ցավում եմ որ ամբողջ հայկական մեդիայում ոչ մի խոսք դրանց վերջերս միտեղ գրում էին նույնիսկ իմ մասին մեղադրական կար որ ես չեմ գնահատում Իսրայելի գործողությունները քրիստոնեական աշխարհի հետ որ նա միավորում է թուրքերի դեմ նոր դաշինք է ստեղծել Իսրայել Հունաստան Կիպրոս այս երամիասնությունը եւ երազում է որ Հայաստան պետք է դառնա այս դաշինքի մի անդամ մի բանը ինչ ենք մենք ուզում մի բանը ինչ են իրանք ուզում Իսրայելը պատահական չի այս նախաձեռնել իսկ դու գիտեք վստահ եք չէ՞ որ Իսրայելն է սա նախաձեռնել սա Կիպրոսը չէր կարող նախաձեռնել Հունաստանն էլ չէր կարող նախաձեռնել սա Կիպրոսը չէր կարող նախաձեռնել որովհետև ինքը քաղաքական այդ կշիռը չունի որ ինքը նախաձեռնի Հունաստանն էլ երբեք իր համար ոչ մի վճռական դաշինք հայտարարություն նույնիսկ հայերը փուջու Հայաստանը իր փոքրատիվ համայնքներով շատ ավելի մեծ ձայն ունի բան ունի հեղինակություն ունի եւ ազդեցություն ունի քաղաքականության վրա ցեղասպանության ճանաչման Թուրքիայի sense միշտ խնդիր դառնալով քան Հունաստանը իր քաղաքականության Հունաստանը կարողանում է մենակ մի բան անել քանի որ ՆԱՏՕ-ի անդամ է եւ Ամերիկայի ռազմավարական դաշինք ամեն դեպքում այնտեղ կա չեն թողում որ Թուրքիան օշոտի Հունաստանին բայց ինքը որ լոբինգ անի բան նախաձեռնի այդ քաղաքականությունը Հունաստանի այդ ակտիվությունը նախաձեռնությունը երբեք չի ունեցել ոնց եմ ասում սեփական նույնիսկ պատմության նկատմամբ սեփական մեր հետ հավասար ցեղասպանվել են իրենք հա Սուիները երազում են ասում են փոքրիկ Հայաստանը խոսում են հա ասում են մի հատ Քիմ Կարդաշյան ավելի շատ բան անում քան ամբողջ բանը հունական կառավարությունը հունական պահանջատիրության եւ ցեղասպանության ճանաչման
վերաբերյալ։ Ինչ եմ ուզում ասեմ, այս ամենի նախաձեռնողը Իսրայելն է։ Հետևաբար, ասել որ Հայաստանը պետք է դառնա այդ բանի անդամ, պետք է Նետանյահուից հարցնեմ այսօրվա վիճակով։ Ինչ է ուզում ինքը Հայաստանից։ Ինքը Հայաստանից հաստատ չի ուզում որ ինքը դառնա այդ նախաձեռնության անդամ, որովհետև Ադրբեջանի ձեռքով անում է, ինչ որ անում է։ Իսկ ինչի հենց այս երկու երկրները։ Նախ իրազեկությունը մեծացնելու համար առաջին հերթին Կիպրոսի նկատմամբ, որտեղ տասնյակ հազարավոր հրեաներ են տեղափոխվել, մոտիկ լինելու պատճառով, անտիր կլիմա ունենալու պատճառով, եւ անշարժ գույքը դեռևս այդքան թանկ չի, ինչքան ասենք հենց բուն Եվրոպայում։ Եվ տասնյակ հազարավոր հրեաներ տեղափոխվել են դե եւ կիպրացիները ասենց են սարսափելի դժգոհ են, որպեսզի այդ դժգոհությունը մերմացնի, տալիս է այս ամեն ինչին ռազմական ապահովության ֆոն, այն որ մեզ ասում են, դա սուսեք ձեր հետ կդեք է, ռուսներին բան մի ասեք, Արցախի խնդիր ունենք, հա։ Անվտանգության շղարշի տակ շարունակում է իր էքսպանսիան Կիպրոսի նկատմամբ։ Բառացի էքսպանսիան, ուղղակի Իսրայելը, Պաղեստինը ոնց գրավեցին։ Եկան սկսեցին ուղղակի հողերին առնել, խլել, փող տալ, մի խոսքով։ Նույնը հիմա կատարվում է Կիպրոսի հետ։ Բայց որ կիպրացիները շատ չներվեն, տալիս է այդ ամեն ինչին անվտանգության հովանոց, իբր մենք ձեր ռազմական դաշնակիցներն են եւ թուրքերը ձեզ ոչ մի վտանգ չեն սպառնում։ Թուրքերը այսպես թե այնպես կիպրացիների ոչ մի վտանգ չեն սպառնում, որովհետեւ հակառակ ուզում են միանալ այդ հյուսիսու հարավը։ Թե ինչ կստացի դրանց արդյունքում որ հանկարծ միանան, ես չգիտեմ, բայց վտանգը ավելի շատ սպառնում է Հունաստանի, քան Կիպրոսի, թուրքական վտանգը, ցակման իմաստով։ Այնպես որ ընկերներ ջան, որպեսզի Հայաստանը դառնա ինչ որ դաշինքի անդամ, դա Հայաստանը պետք է արտաքին քաղաքականություն ունենա, ազգային իշխանություն ունենա, իհարկե վատ չէ լինի, եթե Հայաստանը ունենար սեփական կառավարություն ընտրված, ինքը կարողանար բալանսավորված քաղաքականություն եւ հարաբերություն ունենալ Իսրայելի հետ եւ զսպել ադրբեջանական օգնությունները, հա, ասել չհասկացեք, դու ինչ ես անում, հերթական յաթաղանն ես սրում իր վզի համար, ինչի։ Իհարկե այդ ամեն ինչը լավ կլիներ, բայց որ վերցնել այսպես հայտարարել, որ պետք է դառնա, դառնա։ Դա հնարավոր չի այսօրվա իմաստով, որովհետև եթե հիմա Իսրայելը զինում է իբր Հունաստանի եւ Կիպրոսի Թուրքիայի դեմ, դա տարածաշրջանային կարևորություն ունի, որովհետև Կիպրոսի մոտակայքում գազի հանքեր կան, իրան այդտեղ դաշնակից է պետք, իրան հնարավորությունները պետք հասնի այդ հանածոներին։ Հայաստանի հարցում ինքը Թուրքիայի թշնամի չի, հակառակորդ չի, բացարձակապես, որովհետև իրենք իրենց ունեն առևտուր մեծ մասշտաբների եւ առելանութի եւ տարբեր ուրիշ մատերիալների։ Իսկ այն իրանց միջերկրական ծովի պարագայում Իսրայելին իրեն գերիշխանությունն է պետք։ Այո, ինքն դեռ կարող հակադրվի Թուրքիայի հետ, բայց այդ հակադրությունները եւ բարեկամությունները որ դա կա, դա ազգամիջյան չի, դա տեղական ռեգիոնալ բնույթ ունի։ Ստեղ իրար բարեկամ է, ստեղ իրար հակառակող։ Ինչպես միշտ ունեցել է Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մեջ։ Սիրիայում իրենք կարող են բարեկամ լինել, կամ թշնամի լինել, Հայաստանում բարեկամ լինել։ Պետք է լինել թշնամի, ամեն ինչը ռեգիոնալ է։ Անես չի, որ եթե Իսրայելը Թուրքիայի թշնամի է, բոլոր դերերում թշնամի է կամ հակառակը բարեկամ, բոլոր դերերում բարեկամ։ Չէ, քնի։ Մեծ պատերազմի շեմին ենք իրականում։ Այն ինչ որ կատարվում է հիմա Կարիբյան ծոցում, ես վախենում եմ սա շատ ավելի մեծ պատերազմ լինի իր նշանակությամբ եւ ազդեցությամբ, քան Ուկրաինայի պատերազմը։ Որովհետև ակտիվացել է խլումը, նախապատրաստումը ցամաքային հարձակում Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իրանն էլ այս կողմից է նախապատրաստվում։ Նույնը ինքն է անում իր տարածքում։ Եվ Ռուսաստանը արդեն էվակուացնում է իր դեսպանատները, իր դիպլոմատիկ աշխատակազմը Վենեսուելայից։ Իսկ կարծում եմ շատ ծանր է։ Իսկ Չինաստանը, Իրանը եւ Ռուսաստանը զգուշացել են Թրամփին, որ չեն հանդուրժի Վենեսուելայի նկատմամբ
հասակումը։ Թե Նետանյահուն ինչ կորոշի, ոչ թե Թրամփը, Նետանյահուն ինչ կորոշի, կերևա շուտով, բայց եթե հանկարծ սկսես դա, սոսկալի բան լինել։ Էլի կրկին մեր համար սոսկալի բան լինել, որովհետև ցանկացած պատերազմի պարագայում դա լինի առաջին համաշխարհային պատերազմը, դա լինի Ուկրաինայի պատերազմը, էլի թույլ տեղը մնում ենք մենք։ Աշխարհը խառնված է իր գործերով, ցուցքը իրականացնում է իր ծրագրերը Հայաստանում։ Ուզում սա դիտեք, սա կա հայերեն եւ անգլերեն։ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին անգամ մասնակցել է Բրազիլիայում կայացած AAAD 2025 պաշտպանական ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել է Շահեդ 149 Գազա անօդաչու թռչող Գազա անօդաչու թռչող Գազա սարքը, հագեցած նոր ալեհավաքներով եւ նավիգացիոն ընդունիչներով, էլեկտրոնային պատերազմին հակազդելու եւ պատկերի ու տվյալների փոխանցման շարավիղը մեծացնելու համար։ Շահեդ 149-ն իրանական ամենամեծ մարտական անօդաչուն է, որը նախագծվել եւ արտադրվել է Իրանի ավիատիեզերական ուժերի մասնագետների կողմից եւ առաջին անգամ հանրությանը ներկայացվել 2022 թվականին։ Տուրբո պրոպելային շարժիչով հագեցած առաջին իրանական դրոնն իր լայն հնարավորությունները ցուցադրել է այս տարվա հունվարին Պարսից ծոցում անցկացված զորավարժությունների ժամանակ։ Միաժամանակ 8 Սեդիդ 345 կառավարվող ռումբ կրող մեգատրոնն Իրանի ամենամեծ անօդաչու թռչող սարքն է, որն ունի նաև նոր շասի եւ զենքի ամրացման կետ։ Իսկ դրա էլեկտրոնիկան ներառում է կատադիոպտրիկ, այսինքն պատկեր ստանալու համար լույսի բեկման եւ անդրադարձման էֆեկտներ օգտագործող օբյեկտիվ ELISA ռադար։ Այն կարող է տեղափոխել 500 կիլոգրամ քաշով տվյալների հավաքագրման սարքավորումներ։ Դրոնի թևերի բացվածքը հասնում է 21 մետրի։ Ոնց կայական բան հիմա անգլիացիներն ռեպորտաժ սարքե սարսափեցնող Իսրայելի ու At Ամերիկայի dawn, նշանների Iran's Islamic Revolutionary Guard Corps sent a clear message by launching Khaybar 1-10 and Qadr missiles from the Gulf of Oman toward targets near the Strait of Hormuz. But behind this show of force, there is a much deeper and more unsettling story. What many people Ոնց ամբողջը անչանեք նոր բալիստիկ հրթիռների, նոր սարքավորումների, նոր GPS հավելվածով, որը ամերիկացիների կոնտրոլի տակ չի, չինական ստանդարտներով աշխատում եւ ամերիկացիները չեն կարող գուշակել, կառավարել, հետևել, ինչա կատարվում, որովհետեւ ամերիկյան GPS-ով իրենք կարողանում են այդ ամեն ինչը անել։ Ամերիկյան GPS-ը իհարկե հասկանում եք, ով այդ ամեն ինչը կառավարել, Իսրայել։ Նույնիսկ այդ պարագայում իրանք չկարողացան պահել Թել Ավիվը այդ հարվածներից։ Հիմա Իրանը դարձել է այլ ավելի անկառավարելի ոչ միայն նոր դրոններով, այլ բալեստիկ հրթիռներով, որոնք խոստացել է 2000-ը միանգամից ուղարկել Թել Ավիվ, եթե հանկարծ կրկին փորձեն հարձակվել Իրանի վրա։ Եվ այսօր Պեզեքչյանը ուղիղ հայտարարել է, որ Իրանի երկու մեծ թշնամի մնում են դեռևս Իսրայելն ու Արևմուտքը, ինքը հավաքական ասել Արևմուտքը, բայց երբ մենք հասկանում ենք ինչի նկատմամբ։ Այնպես որ եթե հանկարծ եղավ Վենեսուելայի նկատմամբ հարձակումը, այս տարածաշրջանում էլ լինելու պատերազմ, որը ամենամեծ թշնամին է հենց մեր։ Մեզ պետք է աշխարհում մի բան, օրենքի կոնսենսուս, միջազգային օրենքների անվերապահ իրականացում, որպեսզի մենք կարողանանք այդ ստանդարտների մեջ գոյություն ունենանք։ Այդ չեմ ասում այս կառավարության ժամանակ, որտեղ ռեսուրս չեն թողել ուղղակի դիմագրավության, ոչ բանակ են թողել, ոչ երկիրն է կառավարվում, ոչ մի բան չունենք։ Բացարձակապես ոչ մի բան չունենք։ Մենք այսօր կախված ենք պատահականություններից եւ մի քիչ զսպող մեխանիզմա ստեղծանում, մի քիչ իհարկե մեծ Իրանը եւ դեռևս կիսագործող միջազգային օրենքները։ Սրանք ես ինչ եմ այս զինված աստիճանը կարևորում, որովհետեւ սա էլ նաեւ մեր համար է կարևոր, թե Իրանը որքանով կարող է հակազդել Ադրբեջանի կողմից հարձակումները իսրայելական, նույն Թուրքիայից։ Մեզ ես հենց եմ կարծում, իմ համար շատ կարևոր է, որ
Իրանը լինի շատ զարգացած, շատ պինդ, առողջ եւ դեմոկրատ պետություն, որովհետեւ մեր բնական շահերը համընկնում են, մենք բնականից դաշնակիցներ ենք, մենք բնական դաշնակիցներ, մեզ ոչ մի բան պետք չի համոզել, իրար հասկանալու համար եւ աջակցելու ամենակարևորը։ Դրան գումարած նաև Սաուդյան Արաբիան խոստացել Իրանին պաշտպանի, եթե հանկարծ Իսրայելը որոշի ցակվի Իրանի վրա։ Եվ Չինաստան նորից հայտարարել է, որ վերջացել են օրերը ու դա երբեք չի վերադառնալու եւ աշխարհը կառավարում է մի տեղից, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Եթե այս հայտարարությունը իմ մոտ անհանգստություն կառաջացներ, ասենք 1 տարի առաջ, որովհետև ինչ ունեինք աշխարհում։ Աշխարհում կար ստաբիլություն ինչ-որ չափով։ Այսինքն գիտեինք, որ միջազգային դատարանի դատավորներին ոչ մեկ դատի չի տալի, ֆուտբոլի գնդակ չի սարքել այդ օրենքներն ու որոշումները, եւ դիտարկվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգները, դիտարկվում էր, իրականում իհարկե տես չէր։ Դիտարկվում էր որպես օրենքի գարանտ, որը ապահովում է աշխարհում օրենքների աշխատելը։ Գարանտ, արբիտր արկադա։ Բայց ամեն ինչ պարզվեց շատ ավելի վատ, քան կարող է լինել հիմա առավել վատ։ Եվ Չինաստանը վերջացային այդ օրերը։ Հիմա արդեն պետք է հաշվի նստենք նաև Չինաստանի հետ։ Ես կասեի նաև Իրանի հետ։ Չինաստանը մենակ չի, նաև Իրանի հետ։ Որովհետև այս ամբողջ ընթացքում Իրանը միայնակ է հակազդել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի։ Հիմա լսենք։ Բարոյական է, որ կառավարության նախաձեռնությամբ Ադրբեջանից բենզին է ներկրվում այն դեպքում, երբ հայ գերիներ կան դրված։ Ոչ, իհարկե։ Մեկ անկեղծ պատասխանը ոնց է։ Միանգամից ուղիղ ինքը մտածելու կարիք չունի։ Ուղիղ է անկեղծ պատասխանը։ Դա իմացեք, Ժողովուրդ ջան, հենց մեկը ձեզ ստում է, դու կարող ես հասկանալ իր խոսքից։ Ինքը ուղիղ տվեց պատասխանը, թե սկսես այդ աղիքի նման գալալվել, այսպես պատտելի քիաշով ասած։ Նշանակում է ստում է, նշանակում է հորինում է, ուղիղ պատասխանը միշտ այսինքն է։ Այդ նույն սոկառը իրանց կառավարությունն է ֆինանսավորում, զենք են առնում ու հայերին սպանում են։ Ինչելուց այդ նույն սոկառը նաև Շվեյցարիայում, հիշում եք Շվեյցարիայի բանաձևը ընդունվեց խորհրդարանում, խորհրդանական բաներով, հանձնաժողով կազմվեց, եկան նույնիսկ Վաշինգտոն, նույն սոկառը կարողացավ շազոքացնել դա։ Նույն սոկառը, հիմա սոկառը Երևանում է։ Հիմա սոկառը հայ հաթիժների փրկիչն է։ Այդքան հայ սպանեցին, հայերին է բերտում պահում են, հիմա էլ մարդիկ կան գտնվում են, որ ասում են շատ լավ է, էժան բենզին են կառնում։ Դե ուրա չկա բարոյականություն, ընկել է։ Հայերը արդեն կեսը թուրք են դառել։ Բարոյական։ Բայց մի կեսը դեռ հայ են, սա է կարևոր։ Ինչ սոցիալական վիճակի մասին։ Դուք ասեիք ավելի իշկալներ ողորմելի վիճակի մասին։ Ես կիմի ու դրա վրա չեմ զարմանում, գիտեք, ես զարմանում եմ ուրիշ բանի վրա, զարմանում եմ այս քայլող դիակների վրա, հասկանում եք։ Ինչի մասին են մտածում, գիտեք ինչ, ես ինչ որտեղ կարդացել եմ, չեմ հիշում որտեղ, որ այնքան վտանգավոր չեն գողերն ու ավազակները, որովհետև նրանք կարող են կամ գողանալ, կամ ավազակություն անել։ Առավել վտանգավոր են պատահական մարդիկ, անտարբեր մարդիկ, հատկապես անտարբեր մարդիկ, որովհետև հենց նրանց անտարբերության արդյունքն է, որ գողը գողանում է, թալանչին թալանում, ավազակը ավազակություն։ Փիլիսոփա, քայլող, հայ պարզ մարդ։ Հայ պարզ մարդը դա փիլիսոփա է։ Ես նայում եմ մարդկանց դեմքերին, հայացքներին, անտարբեր, Պողոսը կլնի, Պետրոսը կլնի, Փաշայանը կլնի, ով ուզում ալնի։ Լսնենք եթե էլի։ Այդ անտարբերության արդյունքն է, որ Հայաստանը ոչ միայն սոցիալական վիճակ գոյություն չունի,
Հայաստանում ընդհանրապես ողորմելի վիճակ է։ Դա համար ես միշտ ասում եմ ողբամ քեզ Հայաստան, ողբամ քեզ հայ ժողովուրդ։ Չնայած գիտեք ինչ, այստեղ ժողովուրդ ես չեմ տեսնում, այստեղ հիմնականում ամբոխ է։ Բանակիչ։ 80% ամբոխ է։ Իսկ ամբոխին դες ես գլխին նստել ու չոշ անել։ Էական ճիշտ ամբողջ շատ ավելի կարևոր է փոփոխությունների համար։ Ազգը կորիզը ինչքան է կազմում։ Դա պետք է գոնե 5-ից 10% լինի։ Օրինակ մենք բոլոր նախադրյալներն ունենք, որ գոնե 10% լինի դա։ Որովհետև այսքան ինչպես է կոփվում պողպատը, գիտեք, չէ՞, պողպատին ինչքան շատ խփում են, այնքան իր մեջի օդը դուրս է գալիս, ինքան ավելի սեղմվում է, ինքան ավելի բարձրանում է։ Հիմա մեզ սարքել են պողպատ։ Ես մտածում եմ, եթե ասենք ստանդարտ վիճակներում մենք կարող լինենք 5, հիմա այն խտացված վիճակում մենք գոնե պետք է լինենք 10%։ Իսկ 10% ազգը դա վճռական դեր կա խաղալ։ Վճռական։ Երբ որ սկսենք իրան պարտադրել, ես հաղորդումը դրանով սկսեցի, որ մենք պետք է դառնանք մեզ պարտադրող։ Ոչ թե пассив դիտող։ Շատ հեշտ է։ Որտեվ գիտակից խավ համարյա չկա։ Համարյա չկա։ Այնա ինչ ընդդիմություն, ինչ բան։ Միջելոց, գիտեք ուր մենք ունենալու ենք մեր ավանդական պատասխանը, շատ հարցեր կան, պատասխաններ պետք է միասին փնտրենք, տանք։ Ու ամենակարևորը մտքներով հանգարց չանցնի հանձնվել, տարակուսել ձեր արդար եւ ճշմարիտ լինելու համար։ Վրա թշնամին դա է ուզում։ Մենք իրան մեկ բառ ունենք ասելու։ Ծոծորակդ կտեսնես, մեզ հանձնված ու վհատված չես տեսնի։ Հերթական տխմարությունը Նիկոլի։ Շատ լավ է, ժողովուրդը թող կոպեկներով մնա, վերևներում սավրա ռեստորաններում քեֆանեն։ Բրավո, քիչ է այդ փողը Նիկոլին։ Հարկավոր է շատ բան, մենակ իրան չէ, բոլորին։ Իսկ ձեր կարծիքով ո՞նց պիտի վերաբերվեն։ Բնականաբար ոչ լավ։ Երկրորդն էլ իմ համար Նիկոլ Փաշինյանը ոչ վարչապետ է, ոչ էլ նախարարներ են։ Հիմա որ տենց եք ասում, նույնիսկ ծիծաղս գալիս է, որովհետև նրանք մենակ աշխատավարձի մասին էլ մտածում են։ Շատ վատ իհարկե։ Ոչ թե պետքա բարձրացնեն, կրկնակի քառակի անգամ պետքա բարձրացնեն այդ մարդկանց աշխատավարձը, որ ավելի հետաքրքիր ապրենք։ Շատ վատ։ Թող բարձրացնեն առաջերտին ուսուցիչների աշխատավարձը, սկսեն իրենցից։ Երաժիշտների։ Շատ վատ, չեմ ուզում որ բարձրանան, թոշակները բարձրացնեն, ժողովրդին թոշակները, նպաստները, ոչ թե նախարարներին։ Շատ վատ։ Բարձ չի, բոլորս էլ գիտենք։ Շատ վատ։ Շատ վատ է։ Այդ Սասունը, ներողություն Սասուն չէ, ամպանը։ Անջանիկը, Սասունի ֆիրմային մեդա, անսամբլ է կոչվում։ Անջանիկը մոլկավոր ասել շատ լավ է կարապատիկ, դա հումոր է, սարկազմ է։ Անջանիկը սանց Անջանիկ Սարգսակ սանց թիվ 1 ճշնամին է։ Դասակարգային։ Մենք էլ աղավոր ներվային վիճակում, որ նման կառավարությունով ապրում ենք այս երկրում։ Մենք մեղավոր ենք, որ նման կառավարությունով ապրում ենք։ Հատկապես գիտակից մասսան, ոչ թե զոմբի ենք, այլ հասկանալով մեզ ավելի դժվար է, քան թե այն զոմբին, որը ուղղակի անկապ հիացած է, չես հասկանում ինչով է հիացած, նույն Նիկոլով, ինչով է հիացած, էլի հարցն է։ Իսկ մենք 18 թվից սկսած տարապում ենք այս ապուշության պատճառով ու այս ապուշների ձեռքը։ Գցեք, մենք մենակ չենք։ Եվ վերջում ուզում եմ սարորդումը ամփոփել Տիկին Սիլվա Կապուտիկյանի խոսքերով։ Ես ոչինչ չեմ ուզում այս տարեգոտից, ոչ գանձ, ոչ անուն, ոչ նոր բախտ ու սեր։ Հաներ այս տանջող խռովքն իմ սրտից, ինձ նորից կյանքի հիացքով լսներ, դանդաղ նորոգվող իմ հին հավատից, երկու բեկորել իրար կաց։ Այո, ես էլ ոչ իման չեմ ուզում այս տարեգոտից։ Հաներ այս տանջող խռովքն իմ սրտից, որովհետև 20 թվականից այս կողմ, ինչպես ձեզանից շատերը, իմ կյանքում են ուրախությունները համայնքը վերացել են։
Չեմ ասում ինչ տալենմուտ, ինչ ամանոր։ Շատ բաներ կորսել այն մաստ։ Նույնիսկ իմ ամենասիրած, իմ կյանքի հիմնական իմաստ մասնագիտությունս։ Կուզեի հանել տանջոցը, բայց իրան դուր չի գալիս։ Մեկ պիտի հանել։ Ու շատ որոշակի գործողություն։ Մենք մի խոսք ունենք ասելու մեր թշնամուն։ Ծորակատ կտեսնես, բայց մեզ անձնված չես տեսնում։ Այսօր ամար այսքան, դա